Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Շարունակում ենք առաջինի եթերը, շարունակում ենք այն հարցազրույցով, մեր հյուրն է Մարտական եղբայրություն միաբանության անդամ, պատմաբան Հրանտ Տեր Աբրահամյանը։ Բարև ձեզ, պարոն Աբրահամյան։ Ես հիմա կընթերցեմ Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովի հայտարարությունը, որից հետո մենք շարունակենք մեր զրույցը։ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է, հայտարարում է պարոն Բելոուսովը։ Բիշկեկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։ Ըստ նրա, Մոսկվան շահագրգռված է երկրորդ տրամաբանական մասը Բաքվի եւ Երևանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ես միանգամից, երբ որ կարդացի, այս նորությունը, միանգամից գնացի օրվա խորհրդին, այսօր առաջին հանրապետության օրն է, տոնն է, տպավորություն է ստեղծվում, որ աշխարհում փոփոխվում է ամեն ինչ, բացի ռուսական կայսերական քաղաքականությունից։ Եվ երբ որ ես լսում եմ այսպիսի հայտարարություններ, ես միանգամից իմ ուղեղում կամա թե ակամա դա է առաջանում։ Այսինքն թող լինի այդ լարվածությունը, իրենք իրականում շահագրգռված են ոչ թե խաղաղության մեջ, այլ որպես այդ լարվածությունը լինի, որ իրենք էլ աշխատելու օպերատիվ տարածություն ունենան, սա այդպես է կոչվում, եթե չեմ սխալվում իրենց լեզվով։ Լավ, իրենք ինչ անում են, լավ են անում, իրենց շահերն են պաշտպանում։ Մենք ինչ անենք։ Տեսեք, Դավիթ ջան, նախ սկսենք դրանից, որ նախ ճիշտ եք նկատում, կայսրության քաղաքականությունը շահերը ստրատեգիկ մակարդակում չեն փոխվում։ Ընդհանրապես կայսրությունների եւ հատկապես ռուսական կայսրության, ու սա շատ կարեւոր է մեզ համար հասկանալ։ Մենք սա հիմա տեսնում ենք, բայց մենք պետք է հասկանանք, որ այդ գիծը ինքը երբեք չի փոխվում, էությունը երբեք չի փոխվում կայսրության, եւ կարող է ժամանակավորապես ինքը ստիպված լինի նահանջել, ժամանակավորապես ստիպված լինի ինչ-որ մարտավարական բաների դիմել, բայց չի կարող, սա ուղղակի չգիտեմ ոնց բացատրեմ, սա պատմությունից է գալիս, եւ պատմության մեջ այո աշխարհը միշտ փոփոխական է, բայց կան կոնստանտ բաներ եւ կայսրությունների եւ մեծ տերությունների, օրինակ նույն Օսմանյան կայսրությունը թվում էր թե վերածվել է Թուրքիայի հանրապետության, չէ, բայց հիմա մենք տեսնում ենք, որ երբ որ իրավիճակը նպաստավոր ձևավորվում, ինքը նորից սկսում է իրան ձևավորել այդ պարադիգմայի մեջ։ Հիմա ինչ վերաբերում է լարվածությանը Սյունիքի հետ կապված, իհարկե շատ հետաքրքիր հայտարարություն է սա, որովհետև մեծ հաշվով այտենց արտաքին շատ շեշտված լարվածություն Սյունիքի շուրջ վերջի շրջանում չկա։ Սա ցույց է տալիս ոչ թե օբյեկտիվ փաստը, այլ ցանկությունը լարվածության բնականաբար հասկանում ենք բոլորս, բայց շատ կարևոր է ընդհանրապես վերջի շրջանում զգացվում է, էլի նկատվում է ակտիվացումը ռուսական քաղաքականության մեջ տարածաշրջանում եւ եթե չեմ սխալվում Լավրովի նաեւ ուրեմն նպատակ կա չէ հանդիպելու Թուրքիա արտգործնախարարի հետ եւ այնտեղ այդ հայտարարության մեջ ասում որ քննարկվելու են տարածաշրջանի հաղորդակցության նաեւ հարցերը։ Իսկ տարածաշրջանի հաղորդակցության հարցերը դա հենց իրենց լեզվից թարգմանած, մենք հասկանում ենք բոլորս, դա հենց Սյունիքի հարցն է։ Եվ կարծում եմ այս կոնտեքստում նաև պետք է հասկանալ, այսինքն ամենայն հավանականությամբ նորից այդ հարցը իրականում երբեք ոչ միտեղ չի կորել, էլի չի կորելու, դա կոնստանտ է, ռուս-թուրքական քաղաքականության կոնստանտն է, բայց էլի ժամանակ առ ժամանակ ինքը կարող է պասիվանա, ակտիվանա, հիմա հավանաբար նորից մտնում ենք ակտիվացման փուլ, քանի որ ընդհանուր ռուսական քաղաքականությունը ակտիվանում է տարածաշրջանում, նաև Լավրովի հայտարարություններից եթե հիշենք, որ ինքը անընդհատ նորից շեշտում էր, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծեն տարածաշրջանային պետությունները, այսինքն էլի իրենց լեզվից թարգմանած Ռուսաստան, Թուրքիա, Իրան եւ իրականում, այստեղ Իրանը մեծ հաշվով բան է իրենց համար, տենց ասած բան, ոնց որ ֆորմայի համար ավելի շատ իրականում այդ էլի եթե թարգմանենք մարդկային լեզվի դա կոչվում է ռուս-թուրքական դաշինքով պետք է լուծվեն այս հարցերը։ Հիմա այս է ընդհանուր կոնտեքստը, ինչ վերաբերում է նրան թե մենք ինչ պետք է անել, դե ես անկեղծ ասած նույնիսկ սկսում եմ ամաչել էլի, որտեղ ես տալիներով ստիպված նույն բանն եմ կրկնում։ Մենք մի բան ունենք անել, ստիպված մենք մի բան պետք է անենք, մենք վերջապես պետք է հասկանանք, որ ինչի հետ գործ ունենք եւ որ այդ խաղաղության հեռանկարը պատրանք է ներկա պահին ցավոք սրտի պատրանք է այնպես ինչպես մենք ենք պատկերացնում իրենց պատկերացած իդեպ դուք ասում եք իրենց լարվածություն է պետք
այո, լարվածություն իրենց պետք է, բայց իրենք ունեն իրենց պատկերացումը խաղաղության մասին, ճակերտավոր խաղաղության մասին։ Դա պետք է լինի խաղաղություն իրենց պայմաններով, այդ դաշինքի պայմաններով, եւ այն ինչ որ մեզ որպես խաղաղության օրակարգ, այսպես ասած, պարտադրվում է, այդ թվում ոչ միայն Ռուսաստան, Թուրքիա, այլ նաեւ Ադրբեջանի կողմից, դա իրենց պատկերացած խաղաղությունն է, որտեղ գերիշխող ուժերը բաշխված են այնպես, որ Հայաստանը հայտնվում է ենթակա դիրքում։ Հա, նման ճակերտավոր խաղաղություն, ցան իրանք պատրաստ են, բայց եթե մենք պատրաստ չենք, օրինակ Սյունիքի հարցում ասում ենք կարմիր գիծա, եթե օրինակ այսօր մեր նույն պաշտոնյաները ասում են, դե գիտեք ինչ, այդ Արևմտյան Ադրբեջանը մեր համար կարմիր գիծ է, բայց եթե կարմիր գիծ է, մենք պետք է հասկանանք, որ այդ թեմաները պատահականություն չեն, հետևողականորեն անպայման բարձրացվել են եւ դրանք տակտիկական թեմաներ չեն։ Եթե քո համար կարմիր գիծ է, պետք է պատրաստես պայքարի եւ ոչ թե խափես քեզ եւ առավելևս խափես հասարակությանը, ասես մենք գնում ենք դեպի խաղաղություն։ Որովհետեւ եթե մենք գնում ենք դեպի խաղաղություն, դա խաղաղություն է տվյալ դեպքում հաղթողների պայմաններով։ Այս ամբողջ խնդիրը։ Մենք գնում ենք դեպի այն խաղաղությունը, որը մեզ պարտադրում են ռուս-թուրքական դաշինքը։ Այո, որտեղ կա Սյունիքի միջանցք, որտեղ կա Արևմտյան Ադրբեջան, այսպես կոչված, եւ որտեղ կա թուրքերի վերադարձ Հայաստան։ Եվ լիքը այլ եւ Հայաստանի ապառազմականացում, այդ բոլոր թեմաները գիտենք։ Շատ լավ կամ շատ վատ։ Շարունակեմ թիթել պարոն Բելոսովին։ Արտատարածաշրջանային երկրները ավելի ակտիվ են դառնում Հարավային Կովկասում։ Հարավային Կովկասում արտատարածաշրջանային երկրների գործունեության ակտիվություն է նկատվում, նրանց նպատակը ոչ թե անվտանգություն ամրապնդելն է, այլ այստեղ իրենց ազդեցությունն ընդլայնելը, հայտարարում է Անդրեյ Բելոուսովը։ Հիմա շարունակում եմ ձեր նշված տրամաբանության շրջանակներում։ Այսինքն գլխավոր նպատակը, որը այս պահին առաջ է տանում Ռուսաստանը եւ փորձում է այդտեղ ծապ տալով խաղալ Թուրքիայի եւ ինչ որ առումով նաեւ Իրանի հետ, չնայած Իրանը չի տեղավորվում իմ կարծիքով այս կոնֆիգուրացիայի մեջ, դա այն է, որ չլինեն տարածաշրջանում այլ խաղացողներ։ Նոր բան չկա այստեղ։ Հիմա վերադառնանք մեզ նորից։ Իրենց հետ ամեն ինչ պարզ է, հարց չկա։ Մենք ինչ ենք անում։ Մենք տանում ենք բալանսավորման քաղաքականություն։ Այդ մասին խոսվել է մի 100 անգամ ու գործողությունները սա այն դեպքն է, եզակի դեպքն է, երբ իշխանության խոսքն ու գործը իրարից չի տարբերվում։ Հիմա որքանով է այս բալանսավորման քաղաքականությունը համապատասխանում Հայաստանի շահերից, ինքնիշխան շահերից, եւ որքանով է նա նպաստում այն, ինչ մեզ հետ ուզում են անել։ Այդ ձեր ասած ռուս-թուրքական դաշինքը։ Ասենք էլի այդ հայտարարությունից, այդ մեջբերումից որ բերեցիք, այդ ճիշտ նույնն է, ինչ որ ինչեւ առաջին հարցի ժամանակ քննարկեցինք, ասենք Լավրովի ասածը, այդ ռեգիոնալ, այսպես ասած, ուժերի մասին եւ արտառեգիոնալ, որը հակադրվում է, եւ ռեգիոնալը մենք թարգմանեցինք, հասկացանք, որ դա հենց ռուս-թուրքական դաշինքն է։ Այդ ռեգիոնալը դրա սիրուն անունն է։ Իբր Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Պարսկաստան, դրա իրական անունը ռուս-թուրքական դաշինք է, այդպես փիլիսոփայությունն էլ է կոնստանտ։ Տեսեք, նույնիսկ ես հիմա 5 նյութերն եմ նայում 20 թվականի պատերազմից առաջ եւ պատերազմի ընթացքում ռուսական հայտարարությունները։ Նույն փիլիսոփայությունն է, նույն Լավրովը ասում, ռեգիոնալ ուժեր, չնայած ֆորմալ իրանք դեռ Մինսկի խմբի անդամ են։ Իդեպ էս էլ զուտ իմիջիայից ասեմ, այդ Մինսկի խմբի լուծարման պահանջը, որ Ադրբեջանի շուրթերով է ներկայացում, դա իրական շատ հին ռուսական պահանջ է, ուղղակի իրենք դա չեն, այսպես ասած, ձևակերպում բաց կերպով, բայց դա Ադրբեջանի շուրթերով է ասում։ Այսինքն այս ամբողջ փիլիսոփայության մեջ Հայաստանը պետք է ենթարկվի եւ տարածաշրջանը եւ նախ եւ առաջ Հայաստանը որպես ամենաթույլ օղակ, պարտված օղակ իրենց բանով պետք է ենթարկվի այս ռուս-թուրքական դաշինքի պահանջներին, որի մեջ նաև մտնում է Ադրբեջանը։ Մինսկի խմբի լուծարումը անհրաժեշտ է Ռուսաստանին դրա համար, որ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային վերջնականապես այդ այսպես իրանց լեզվով ասած արտառեգիոնալ ուժերը դուրս մղեն, հա, հեռացվեն։ Հիմա այստեղ մի հատ էլ կարևոր բան կար, կներեք հարցի մեջ ասացիք մոռացա, երկրորդ մասը հարցի, երբ որ այս բանից մեջբերումից հետո, հա, բալանսավորված քաղաքականություն։ Ես համարում եմ սա հին, այսինքն հին ասելով երրորդ հանրապետության մի հատ սենց էլի կայուն հեքիաթ ասեմ, պատում ասեմ, ինչ է, որտեվ եթե հիշեք, Ռոբերտ Քոչարյանին վարում էին այդ ինչ էին կոչում կոմպլեմենտար քաղաքականություն, Սերժ Սարգսյանի ժամանակ, հա, նույնպես ինչ որ բալանսավորված էլ մեկ ԵՄ էինք գնում, չգիտեմ, այդ եվրո ասացացում, հետո ԵԱՏՄ, այս անդադ կրկնվողը, նույնը այստեղ է մեծ հաշվով, տեսեք, բալանսավորված, հիմա այս վերջի հայտարարությունները նույն Արարատ Միրզոյանի, որ մենք չենք պատրաստվում վերաֆորմատավորել։ Ես հիմա նույնիսկ չեմ ասում, լավա թե սխալա վերաֆորմատավորելն մի կողմ թողած։ Մենք չենք պատրաստվում վերաֆորմ, հա, ինչ որ խնդիրներ կան, մենք դրանք գործնական կլուծենք, այսինքն մենք նորից այս բալանսավորվածը պետք է հասկանանք, թարգմանենք, դա ի վերջո Հայաստանի այս երրորդ հանրապետության պատմության մեջ
ինչպես եղել է, այդպես էլ մնում է մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը ռուսական ուղեծրի մեջ քաղաքականություն։ Այսօր հայտարարեց, որ մենք պատրաստվում ենք եւ ձգտում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնել։ Շատ լավ է, ես դեմ չեմ։ Ես էլ դեմ չեմ։ Տպավորություն չունի, որ դեմ եմ Ռուսաստանի հետ։ Բայց ինչի հաշվին։ Բայց ճիշտ ձևակերպման խնդիրը այդ բալանսավորվածը մեծ հաշվով հեքիաթ է, սուտ է, ոչ մի բալանսավորված քաղաքականություն չկա, արտաքուստ ինչ որ այսպես ասած բաներ կան, բայց էությունը երբ որ մենք նայում ենք հարցի, այդ քաղաքականությունը բալանսավորված չի, այլ քաղաքականությունը շատ լավ էլ տեղավորում է մեծ հաշվով, որոշակի այսպես ճշգրտումներով, բայց մեծ հաշվով տեղավորում է ռուսական գերիշխանության այդ կոնցեպցիայի մեջ։ Էսա ոչ մի բալանսավորված։ Ես էլ եմ ասում, դեռ չենք քննարկում, իսկ արդյոք բալանսավորված է պետք, թե չբալանսավորված է պետք, ինչա պետք։ Սա առանձին հարց է, բայց փաստն է, որ այդ բալանսավորվածը խոսքը, ոնց որ խոսք էր կոմպլիմենտարիզմը, չէ՞ որ մենք բոլորս հասկանում ենք, չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանի օրոք կոմպլիմենտարիզմ չէ Ռոբերտ Քոչարյանը հասկանալի է։ Սերժ Սարգսյանի օրոք էլ մենք հիշում ենք փորձ եղել է, որը ավարտվել է ինչով, եւ այստեղ էլ ենթադրենք եկեք հաշվենք, sense զեղչով հաշվենք, որ այստեղ էլ փորձ եղել է, բայց նորից վերադառնում ենք այդ նույն կետին, նույն տեղին։ Այնպես որ ես չեմ տեսնում հիմա այդ եւ էլի այդ ամբողջ այստեղ հակասությունը նաեւ ամբողջ այդ դիսկուրսը, որ մենք գնում ենք դեպի խաղաղություն, որը արտաքուստ իբր անկախական է, իրականում այդ դիսկուրսը հենց ռուս-թուրքական դաշինքի մեջ տեղավորվել, որտեղ էլ եմ ասում, ուրիշ խաղաղության իրական հնարավորություն, ճակերտավոր խաղաղության պլան գոյություն չունի։ Մյուս տարբերակը դրան հակադիր տարբերակն է պայքարելն է, հասնել նրան, որպեսզի այդ ռուս-թուրքական պլանը չիրականանա։ Կամ գոնե, ասենք, եթե նույնիսկ պարտադիր է, որ ինքը իրականանա, այսինքն Հայաստանը այդտեղ որոշակի բաներ ստանա, առավելություններ ստանա ավելի քան այսօր։ Տեսեք, պարոն Տեր-Աբրահամյան, հասկացանք այս ամենը։ Հիմա մենք շարունակում ենք մնալ նույն տեղում, ոչ մի տեղ չենք գնում, նույն տեղում ենք, ինչպես դուք ասացիք։ Վերջը ինչ է լինելու։ Գիտեք, ինչ Դավիթ, վերջը ինչ է լինելու կախված է մեր հասարակությունից։ Ես հիմա հատուկ ժողովրդի լեզվով եմ ասում, որովհետև ժողովրդին դա է հետաքրքիր, մեր հասարակությանը դա է հետաքրքիր։ Իսկ այստեղ պատասխանը չկա։ Եթե սրանք ուզում են սա անել մեր հաշվին, եւ մենք դա տեսնում ենք այսօր, դուք, ես, շատերն են տեսնում, չէ՞։ Մենք հիմա հեծանիվ չենք հնարում։ Լավ, ամբողջ իշխանության ռազմավարությունը հաշվարկած է առնվազն լավագույն դեպքում մինչև 26 թվականի ամառը, հայտնի պատճառներով։ Դա հետո ինչ արնելու։ Հետո ինչ Հայաստանում ընդհանրապես քաղաքական ուժերը ապրում են ընտրություններից ընտրություն, դա շատ խորը հին հիվանդություն է, որը բոլոր երկրներում է դա, բայց դա ընդհանուր արտաքին քաղաքականությանը չի վերաբերվում։ Այս ճգնաժամային իրավիճակում դա շատ մեծ վնաս է բերում երկրին։ Ընտրությունը շատ կարևոր բան է, ոչ ոք չի շղթում, բայց մեծ հեռանկարով մտածող քաղաքական ուժեր գործիչներ կա Հայաստանում քիչ է։ Հիմա տեսեք, այդ ինչ վերաբերում է ինչով ավարտվելու, ես էլ եմ ասում, կախված է մեզանից։ Ես էլ լուրջ եմ ասում, սա իմ համար աբստրակցիա չի, որովհետև ինչպես որ մենք, ես մեկը շատ արդարացիորեն օրինակ մեղադրում եմ այսօրվա կառավարությանը, ասում եմ 4 տարին պատերազմից հետո 5 արդեն, ամառյա 5, բավարար էր, որպիսի նվազագույն բայց շատ կարևոր իրոք արմատական փոփոխություններ կատարվում էին մեր պաշտպանության համակարգում եւ դրա հիման վրա կարողանայինք այլ արտաքին քաղաքականություն վարել, նույն մեղադրանքը ես ուղում եմ հասարակությանը, այսինքն մեզ, սկսած ինձանից, որ այո 4.5 տարին բավարար ժամանակ էր, եթե մենք ճիշտ դա օգտագործեինք եւ կազմակերպեինք, որպեսզի այսօր մենք ունենայինք այնպիսի քաղաքական միավորներ ազդեցիկ կամ միավոր կամ թեկուզ չգիտեմ 1-2 միավոր ինչ կարևոր չի ստեղ բանը, որը կարողանար այս իրավիճակին ռեալ հակադրվեր։ Հա, այս ըստ էության Նիկոլ Ռոբերտ Դաշինքին անխախտ ռեալ հակադրություն լիներ, որովհետև կոնցեպտուալ իրանք չեն տարբերվում։ Նրանք ասում են խաղաղության դարաշրջան, սրանք ասում են արժանապատիվ խաղաղություն, մեկը մի քիչ բանա բալանսավորված է իրան ներկայացնում, մյուսը բաց ռուսական, բայց էությունը, բանա, սրան հակադրություն հասարակությունը այսօր ազդեցիկ լուրջ չունի, իսկ եթե չունի, ի՞նչ է նշանակում ինչով ավարտվելու, եթե չունի, ուրեմն իրանք շարունակելու են այս երկուսը Հայաստանում իշխել։ Սա է խնդիրը։ Եվ մենք այս ժամանակը կորցնենք, ես չեմ ուզում ասեմ անդառնալի, մենք կարող ենք էլի իրավիճակ շտկել, բայց պիտի լրջանանք, հասկանանք, որ առանց լուրջ աշխատանքի, առանց կազմակերպչական, գաղափարական, քարոզչական լուրջ աշխատանքի չի լինում։ Մենք անընդհատ փորձում ենք հեշտ լուծումներ գտնել։ Ես այս 4 տարվա մեջ նաև իմ փորձից անընդհատ տեսնում եմ մարդիկ գալիս են, ասենք, թեկուզ նույն մարտական եղբայրություն, ինչ որ մի հատ հանճարեղ, բայց շատ արագ իրականացվող պլանով, որը միանգամից խնդիր է լուծելու, միանգամից ոչ մի խնդիր հնարավոր չի լուծել, եթե դու ուզում ես ռեալ քաղաքական կազմակերպում ունենալ Հայաստանում, դա տքնաջան աշխատանք է, շատ դժվար, որովհետև դու
պետք է հենվես սեփական ուժերի վրա, ոչ մի արտաքին ուժ քեզ չի օգնելու։ Դա շատ բարդ է, դու պետք է գիտակցես խնդրի բարդությունը, բայց մարդիկ փորձում են փնտրել հեշտ լուծումներ, կամ էլ ասում են մեզանից ոչ մի բան կախված չի։ Եթե մեզանից ոչ մի բան կախված չի, ուրեմն եկեք չբողոքենք իրավիճակից։ Եթե փնտրում ենք հեշտ լուծումներ 2 օրում, թեկուզ 2 ամսում, կամ եթե գալիս ասում ենք ժամանակ չկա, այդ ժամանակ չկան իմ համար կոդային է, որ ոչ մի բան չի լինելու։ Ժամանակ չկա, բայց 4.5 տարի անցավ, պարզվեց 4.5 տարի ժամանակ կար։ 4.5 տարին հսկայական ժամանակ է, եթե դու ամեն օր աշխատես նպատակի շուրջ, մի քիչ ամբիցիաները ձսպես եւ մի քիչ ավելի sense ասած ռեալիստական մոտենաս խնդրի։ Պարոն Տեր-Աբրահամյան, կապված որ մեզանից ոչ մի բան կապված։ Մի անգամ էլ ասեմ, եթե հասարակությունը չի ինքնակազմակերպվելու, իր միջից չի ստեղծելու նոր քաղաքական դաշտ, հա ինքը ուրեմն մնալու է այսպես ոնց որ մնում է։ Տեսեք, դուք հիմա որտեղ եք հասել, դուք ասում եք ինքնակազմակերպվել, ստեղծել քաղաքական դաշտ, համամիտ եմ ձեզ հետ։ Ես հիշում եմ մի դեպք, ընտրություններն, չեմ հիշում որ ընտրությունները, եթե չեմ սխալվում 17 թվականի ես աշխատում էի մի խմբագրությունում, որտեղ աշխատում էին մոտավորապես մի 2 տասնյակ մարդ։ Ես հատուկ բոլորին հարցում եմ արել, ասել եմ այսօր որ մեկը դա գնացել ընտրության։ 20 հոգուց 3 հոգի է գնացել ընտրության։ 17 թվին։ 3 հոգի։ Հետո ասացին դա մեկը մեզանից ոչ մի բան կախված չի։ Այս հասարակությունը չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնի։ Ես չգիտեմ, սա ենթագիտակցական է կամ սա չգիտեմ, չեմ կարող ասել։ Չի ուզում, նույնիսկ ընտրությունների չեք ուզում գնալ։ Դուք ասում եք քաղաքական դաշտ։ Երբ որ մենք ասում ենք հասարակություն, ամեն դեպքում ես գոնե երբ որ ասում եմ, մենք չպետք է անպայման նկատի ունենք 3 միլիոն, որովհետև իրոք 3 միլիոն ժողովուրդը պարտավոր չի ինքը իրան քաղաքականապես կազմակերպել։ Դա ամեն դեպքում փոքրամասնության ինչ որ մի կորիզի խնդիրն է, բայց այդ կորիզը գոնե իր արժև այդ նպատակը լուրջ պետք է ձևակերպի, որ հետո նոր վերջում գա հասնի այդ 3 միլիոնին, որտեղ այսօր մի կողմից կարող ենք մարդկանց մեղադրել պասիվության մեջ, մյուս կողմից մարդիկ ասում են մենք առաջարկ չունենք, իսկ ուր առաջարկը։ Կարող է իրանց այդ առաջարկը կա հասանելի չի, սա ուրիշ հարց է։ Նիկոլ Փաշինյանը առաջարկ անում է։ Դե Նիկոլ Փաշինյանը խափում է ժողովրդին։ Չի լինելու, լինելու է խաղաղություն։ Ինքը այս պահին կարող ենք ասել գրեթե գիտակցված է խափում, որտեղ նույն Նիկոլ Փաշինյանը ասում է, որ գիտեք ինչ մենք կասկածներ ունենք, որ Ադրբեջանը այդքան էլ խաղաղություն չի ուզում, ինչ որ այլ բան է ուզում, դե ասենք շատ դժվար է։ Գիտեք ինչ, եթե 2021 թվին, չնայած իմ համար մեկը անընդունել է, որ քաղաքական գործիչը 21 թվին էլ հավատում էր դրան, բայց դա ենթադրենք այդ միամտությունը կար այսքան փորձից հետո, որը արդեն այս կառավարությունը ձեռք է բերել եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը, ես շատ դժվար եմ պատկերացնում, որ ինքը հիմա ռեալ հավատա այդ խաղաղությանը, բայց ինքը գիտի, որ դա այդ նույն նախընտրական փուլում իր ծախվելիք ապրանքն է, որովհետև եթե ինքը դուրս գա եւ ժողովրդին ճշմարտություն ասի, դա շատ ավելի նախ ինքը պետք է խոստովանի, որ ինքը ապրանքը չունի, բայց ունի բանը այդ ինչ է կոչվում, ապրանքի թուղթը։ Այսինքն բանը էլ է որ շշի վրա կպցնում են։ Ասում են այս ունեմ, հեսա խաղաղություն ունի։ Հա, չգիտեմ ոնց ասենք, ճիշտ մետաֆորա չեմ կարող ընտրեմ, բայց այդ բանը խոսքը ունի, հա։ Խոսքը ունի, ասում է ունեմ եւ փորձում է այդ չունեցածը շատ ճիշտ է ասում վաճառել մեր վրա որպես ունեցած։ Եվ մարդկային հոգեբանությունը ես նաեւ ինչ որտեղ կարող եմ հասկանալ, որ մարդիկ բնականաբար ոչ ոք չի ուզում պատերազմ։ Սկսած մեզանից։ Ես չեմ ուզում պատերազմ։ Դուք էլ վստահ եմ չեք ուզում, որովհետեւ նորմալ մարդիկ եք, չի պետք է ուզենք։ Ուղղակի մենք փորձում ենք որպես գիտակից մարդիկ հաշվարկել, հասկանալ, որ այս սցենարը հնարավոր սցենար է, դա դաժան է, դժվար է, չես ուզում, բայց փորձում ես գիտակցել։ Հասկանանք ոնց անենք, որ այդ պատերազմը չլինի։ Կամ թեկուզ ասելով չի լինում, ասենք ասելով չի էլի, այո, ճիշտ է, դա էլ ճիշտ ասում, այսինքն իրական խաղաղության հասնելու համար։ Այո, ոնց անենք, որ հասնենք դրան։ Մենք պետք է դառնանք ուժային գործոն, մենք ուրիշ տարբերակ չկա, որտեղ այսպես մեզ անընդհատ ներկայացնելու վերջնագրեր եւ հասնելու են ուժային ճշմարտ դրանց իրականացման։ Դուք շատ մի ֆրազ լավ հետաքրքիր բան ասացիք, պարոն Տեր-Աբրահամյան, դուք ասացիք, որ իրենց համար կարևոր է իշխանությունն է եւ իրենք պետք է անեն այնպես, որպեսզի մյուս անգամ էլի լինեն իշխանություն եւ երևի թե ընդդիմություն։ Ես նկատում եմ երկուսը միասին, որտեղ այս կարևոր բանը հակասում։ Բայց չէ որ այդպես էին մտածում նաեւ Արցախի հանրապետության իշխանությունները։ Ոչ իշխանությունը կա այսօր, ոչ Արցախի հանրապետությունը կա, ոչ Արցախում արցախցիներ կան, իսկ իրենք բոլորը անխտիր գտնվում են Բաքվի բանտում։ Այո։ Արդյոք սա դաս չի եղել այսպիսի մտածելակերպ ունեցող քաղաքական էլիտայի համար, որովհետև այդ Բաքվում նստածները իրենք այս էլիտայի մաս են։ Դավիթ ջան, այս Չէ, դաս չի եղել սա։ Հայկական էլիտաները երբ են որևէ բան քաղաքական էլիտաները, իշխող էլիտան երբ են, բայց հիմա չեն, չէ։ 100 տարվա մեջ մի հատ փորձենք հասկանալ հազվագյուտ դեպքեր կարող են գտնել, որ ինչ որ մեկը ինչ որ մի բանից դասակավ է։
Ես հիմնականում նայում եմ, կրկնում են նույնիսկ չգիտակցված, նույն բաները, ինչ որ օրինակ նույն 100 տարի առաջ նույն սխեմայով գնացել են, հետո ճիշտ է, կորցրել են այդ իշխանությունը։ Ես անկեղծ ասեմ, ձեզ կներեք, էլի ընդհատեմ ու շարունակեմ։ Ես ուզում եի խոսել առաջին հանրապետության դասերի մասին, բայց մենք այնքան դասեր ունենք sense մեր քթի առաջ, որ չենք էլ գնում ընդ հասնում։ Առաջին հանրապետության դասը ամբողջությամբ եղել վերջի դասը։ Մենք առաջին հանրապետության դասը էլ կարող ենք չանցնել, մենք մեր աչքով մեր սերունդը տեսավ։ 2018-ից սկսած մենք ըստ էության այդ ամեն ինչը անցանք, գրեթե նույնությամբ նույնիսկ ամսաթվերն էին կրկնվում, հա, 18 թվականի, չգիտեմ, մայիս, ապրիլ, 20 թվականի սեպտեմբեր, 20 թվականի նոյեմբեր, այդ բոլորը կրկնվում են 1920-ը դնես թե 2020-ը, համարը նույն բան, Զանգեզուրի թեմա, Սյունիքի թեմա, այնտեղ ճիշտ է այն ժամանակ Նժդեհը կարողացավ այդ Միչանսկի խնդիրը կանխել, բայց այդ Միչանսկի նույն թեման էին դնում, բառացի ասում են Միչանսկ։ Իհարկե։ Հիմա գալով այս իշխանության խնդրին, նախ ուզում եմ ամեն դեպքում մենք ֆիքսենք, այս ոնց որ մի քիչ անորոշ ստացվեց իմ մոտ, որ երբ որ ես ասում եմ պայմանական Նիկոլ եւ Ռոբան խաղտաշինք, սա լուրջ բան է, սա իմ կարծիքով բան չի, փոխաբերություն չի, որտեղ եթե մենք նայում ենք 18 թվականից, որքան որ Նիկոլ Փաշինյանը դարձավ իշխանություն, նույնքան լայն իմաստով իշխանության մաս, որտեղ ընդդիմության նրա մեծաշով պետական, ասես մեծ մասշտաբի իշխանություն, դարավ նաեւ ֆիգուր, երկրորդ դարավ Ռոբերտ Քոչարյանը 18 թվից, երբ որ իրան դատեցին, հետո պարզվեցին թղթով մաքուր տղա է ինքը հիմա, չէ՞, պատվել է օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը, չէ, Սերժ Սարգսյանը, չէ, բայց Ռոբերտ Քոչարյանը թղթով մաքուր տղա է։ Ամեն ինչ ճիշտ է։ Ասում է, բնից դատեցին էլ իմ ամենաուժեղ թշնամինից դատեց, տեսակ ոչ իման չկարծեն ապացուցել։ Հետո նույն ձևի 21 թվականին մտավ ընտրապայքարի մեջ եւ իմ համոզմամբ շատ մեծ եւ բոլորս տեսանք ինչքան մեծ դեր ունեցավ դա որ վերընտրվի Նիկոլ Փաշինյանը եւ հիմա իրանց նպատակը իմ կարծիքով երկուսն էլ նպատակ ունեն մոտավորապես այս ստատուս քոն պահպանել։ Գուցե հույս ունենալով օրինակ Քոչարյանին, որ մի քիչ ավել կստանան, ասենք, չգիտեմ, 20% հիմա ունեն, 30 կստանան, բայց կոնֆիգուրացիան պահպանվի։ Երկուսն էլ հիմա եկեք պրագմատիկ նայենք, ոչ թե բան, նայենք պրագմատիկ երկուսին է ձեռա տալիս, չէ՞։ Քոչարյանից տեսակետից էլ եթե նայես, դե ավելավա մի 30% էլի պարլամենտում պահպանեն, քան ինչ որ ռիսկերի գնան։ Բայց սահմանների վրա ստատուս կո։ Հիմա բայց այդ ինչը որ ասում եք, որ ի վերջո սա կարող է ավարտվել մոտավորապես նույնով, իհարկե կարող է ավարտվել, որտեղ այս խաղը մեր մասին չեն մտածում, այս ռիսկային խաղը անվերջ չի, բայց իրենք ընկել են այս ցիկլի մեջ, տեսեք, իրանց ինչ եղավ, իրանց այս ժամանակը իմ կարծիքով շատ ավելի քիչ պետք է լիներ, բայց շատ ենք խոսել նրա մասին, որ Ուկրաինայի պատերազմը ըստ էության երկարացրեց այն ժամանակը, որը տրված էր Հայաստանին, որտեղ բնական է բոլորս գիտենք, որ երբ Ռուսաստանը ներխուժում էր Ուկրաինա, ոչ Ռուսաստանը, ոչ էլ որևէ մեկը մեծաշով աշխարհ չէր պատկերացնում, որ դա տևելու է այսքան ժամանակ։ Իրանք պատկերացնում են կարճատև օպերացիա Ուկրաինայի խնդրի լուծում, որից հետո անմիջապես գալորին ստեղ։ Հիմա մոտավորապես այդ է տեղում այս ակտիվացումը։ Ստեղ որ գային, թուրքերի հարցերն էին լուծել։ Ահա, եւ այստեղ արդեն գալիս է այդ մնացած թեմաները, միութենական պայմանագրով եւ այլն։ Մերձ Կասպիան թուրքերի։ Հիմա բայց այստեղ մի հատ, հա, անպայման իհարկե, դա իրանց գլխավոր գործիքն է մնում։ Հիմա բայց այստեղ խնդիրը մնում է հետեւյալը, ես եթե նայենք այսօրվա իշխանության ճկունության աստիճանը, վատ իմաստով, մարդիկ, որոնք Արցախ, Հայաստանը եւ վերջից հասան մինչեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ ոչ են այդ Արցախը, Հայաստանը եւ վերջը ոչ մի Հայաստանի ղեկավար, եթե նկատեք չի ասել։ Իրենք են այդքան բարձր խաղադրույք դրել եւ իրենք էլ դեպքերի բերումով 180 աստիճան փոխվեցին։ Հիմա ով ասեց, որ երբ որ գա այն պահը, որ արդեն ուղիղ կդրվի, որ գիտեք, ինչ հիմա պետքա մտնենք ինչ որ մի միության մեջ, անունը ինչ կդրվի, կարևոր չի։ Ով ասեց, որ այս իշխանությունը հենց չի ստորագրելու դա եւ դրանով իսկ պահպանելու է իր իշխանությունը, ով ասեց, որովհետեւ ես էլ եմ ասում, եթե մենք գնանք ճկունության աստիճանը, այստեղ մենք եկեք բան չանենք, շատ չզարմանանք, եթե այս նույն մարդիկ նույն ձևով մեզ ապացուցեն, որ գիտեք, ինչ մենք մտածեցինք եւ հասկացանք, որ այս անկախություն բան դա տենց նախ չի կարող հաջորդ անկախ լինել փոքրաշատ, որ ես հիմա կարամ իրենց փոխարեն արդեն հիմնավորեմ, ինչ կարելի ասել, ոնց որ Արցախի հարցում են հիմնավորում։ Սա ասում են սխալվեցինք, չէ, գալատ արեցինք։ Իբր դրանից հարցը, որ սովորական մի շարքային հարցով կարելի է տենց սխալվել ու վերջ։ Քաղաքական մարդու։ Հիմա նույն ձևի կարող են սխալվել, պարզվի մտածեց, սխալվեց, հասկացավ, որ սենց է։ Հարցը այն է, որ սա լինելու է վերջին սխալը, համ իրենց համար, համ մեզ։ Իրենց համար վստահ չեն։ Մեր համար էլ չի լինելու, որովհետև ի վերջո Հայաստանում կան մարդիկ, ես վստահ եմ, որ պատրաստ են անկախության համար մինչև վերջ պայքարել։ Իրենց համար որպես Հայաստանի անկախ ինքնիշխան Հայաստանի կառավարիչ։ Ուղղակի ցավոք սրտի ոչ բոլորն են գիտակցում, որ այդ վտանգը այդքան իրական է։ Ես կարծում եմ, երբ որ վտանգը դառնա բոլորի համար շոշափելի,
մեր հասարակության մի զգալի հատված ուղղակի դրան իրոք կդիմադրի բոլոր հնարավոր մեթոդներով եւ պետք պարտավոր ենք դիմադրել։ Շնորհակալություն, պարոն Տեր-Աբրահամյան։ Մեր հյուրներ մարտական եղբայրություն միաբանության անդամ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը, քիչ անց մենք շարունակենք մեր աշխատանքը առաջին եթերում։